իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը ցույց տալիս Հայաստանի իշխանությունների վերաբերյալ։ Փաշինյանը Ռուսաստանի հետ խզման ուղի է ընտրել եւ դա պետք է ուղղակիորեն ընդունել։ Նրա քաղաքականության արդյունքում Հայաստանը կկորցնի ռուսական շուկա եւ ամբողջ ԵԱՏՄ-ն, հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը։ Գիտեք, Ռուսաստանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից եւս գալիս են կոնկրետ հայտարարություններ, եւս մեկ անգամ հասկանանք, հա, ինչ է նշանակում, եթե որովհետեւ արդեն ռուսական մամուլում կոնկրետ դրված է, թող դուրս գա Հայաստանի ԵԱՏՄ-ից, որովհետեւ այս քաղաքականությունը կոնկրետ չի բխում Ռուսաստանի շահերից նաև։ Խնդրեմ, ինչ է նշանակում, եթե Հայաստանը հայտնվի այդ իրավիճակում։ Տեսեք, իրականում Լարսի սահմանին ոչ թե հայկական բեռնատարներն են կանգնած, Լարսի սահմանին կանգնած է Հայաստանի ողջ տնտեսությունը։ Ես հրապարակում եմ թիվ, ուրեմն Հայաստանում արտադրվող գյուղապրանքների 98%-ը արտահանվում է ռուսական շուկա, դուք պատկերացնում եք սա ինչ թիվ է, 98% եւ ընդամենը 2%-ն է Հայաստանում արտադրվող գյուղապրանքների սպառվում հայկական շուկայում, Հայաստանում արտադրվող գինու եւ կոնյակի 80%-ը արտահանվում է ռուսական շուկա եւ մենք տեսանք, որ 91 միլիոն հատ ծաղիկ այս օրերին Լարսից հետ տվեց ռուսական կողմը, մենք տեսանք են անունները Պրիվետ Վեդիալկո Լավես եւ են միուս ուրեմն գինի եւ կոնյակ արտադրող ընկերություններ Պրոշանի գինու կոնյակի գործարան, Շահնազարյան գործարան, մենք տեսանք, որ քանի 100 միլիոն շիշ ջերմուկ ռուսական կողմը արգելեց եւ այո, թե Մեդվեդևը, թե Շոյգուն, թե Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վալոդինը, որ ուղղակի անբարոյական համարեց Հայաստանի իշխանություններին, հայտարարում են, որ Հայաստանը պիտի կողմնորոշվի, ինչպես Մեդվեդևը ասաց, դուք չեք կարող ձեր թույլ հետույքով միանգամից նստել երկու աթոռներին։ Հիմա հարց Հայաստանի իշխանություններին, բա ինչի Մեդվեդևի պորտը տեղը չեք դնում, հա Նիկոլ, թե դու, թե Ալեն Սիմոնյանը, թե Արարատ Միրզոյանը, սվաղում եք Ռուսաստանը մեր բարեկամն է, մենք չենք կարող Ռուսաստանի հետ հարաբերություն փչացնել, բա քո մերձավոր դաշնակից Արամ Զավենի Սարգսյանը երեք ճղում էր իրան, ասում էր եկեք բոյկոտենք ռուսական օղի չխմենք, միանում եմ Արամ Զավենի, եկեք բոյկոտենք ռուսական գազը, հացահատիկը, ալյուրը, ամեն ինչ, պարարտանյութերը, գազը, որ գալիս է Ռուսաստանից եւ ինչպես ասաց Վոլոդինը, մոտավորապես 4 անգամ էժան գազ ենք վաճառում։ Եկեք բոյկոտենք, օքեյ է, բա քանի անգամ եմ ասել, տղայեք, հենց այսօր մի սպասեք, որ մայիսի 29-ին Աստանայում, Ղազախստանում նախատեսված ԵԱՏՄ նիստին ինչ որ տարբերակներ գտնեն, չնայած իմացանք, որ Ղազախստանը վետո է դրել եւ նախագիծ ա եղել Հայաստանին հանելու ԵԱՏՄ-ից, կարծես թե այս պահին դիմադրում է Ղազախստանը, բա դուրս եկեք, մեր գյուղատնտեսական ապրանքների 98%-ը գնում է ռուսական շուկա, ասում եմ տղայեք, հենց այսօր ԵԱՏՄ-ից դուրս եկեք, թող գազը դառնա $600, ներկայիս 177.5-ի փոխարեն, ինչպես Տիլի Գագոնը ասում, աթար կվառենք, տղայես Արամ Զավենի Սարգսյան, կոչ արա բոյկոտել ալյուրը, հացահատիկը, բենզինը, գազը, ամեն ինչ այն կենսական մակարոնը, որ ուտում եք, գալիս է Ռուսաստանից եւ հիմա դիմում եմ ԵՄ ղեկավարներին, այսօր Ռուբիոն ա գալու ԱՄՆ փոխնախագահը, ամենաբարձրաստիճան այցը, կոչ եմ անում ԱՄՆ փոխնախագահին ստեղծել տնտեսական պայմաններ, որ մեր տնտեսվարողները ծաղիկը, ձուկը, որ փթեց տոննաներով հետ ուղարկեցին, տանի եւ թրիփի 30 վաճառենք, կամ Մակրոն կոչ արա Եվրոպական միությանը
ընդունել առանց որևէ ստանդարտների համապատասխանեցման, ընդունել հայկական գյուղատնտեսական ապրանքները, այդ Airbus-ները, որ ուղարկել ես, դնենք այդ Airbus-ների մեջ, տանենք օրինակ ֆրանսիական մարկետներում, շուկաներում, հունական, իսպանական, գերմանական, հոլանդական վաճառեք, չեք անելու, չէ՞։ Սպանելու եք Հայաստանի գյուղատնտեսությունը, սպանելու եք Հայաստանի տնտեսությունը, բայց չեք անելու։ Ես ասել եմ, եթե սա է մեր ժողովրդի ընտրությունը, ես ողջունում եմ այդ ընտրությունը, ես աթար չեմ վառելու։ Դուք եք այդ աթարը, հա Գագիկ Մելքոնյան, դու որ կոչ ես անում ժողովրդին աթար վառի, տեսնանք ժողովուրդը համաձայնա, ի վերջո դրեք հանրաքվեի, աշխարհաքաղաքական կողմնորոշումը, աշխարհաքաղաքական վեկտոր փոխելը այնպիսի հարց է, որ դա պիտի լուծվի հանրաքվեով, դրեք հանրաքվեի, բայց հանրաքվեից առաջ չմոռանաք այս տվյալները հրապարակել, նորից եմ շեշտում, Հայաստանի գյուղատնտեսության ապրանքների 98%-ը գնում է Ռուսաստան, մենք սպառում ենք 2%-ը, ես գոհ եմ, վերջապես այս ծիրանը, որ հեսա մի քանի օրից կհասնի ու չի գնալու Ռուսաստան, մենք էժան ծիրան կուտենք, բայց ես չեմ ուզում միայն իմ մասին մտածել, ես մտածում եմ այն ֆերմերների մասին, ովքեր 100,000-ներով վարկեր են վերցրել, ջերմոցներ են աճեցրել, այդ ծաղիկը, որ 91 միլիոն հատ ծաղիկ փչացավ հետ ուղարկեց, կամ այդ արհեստական լճերն են սարքել, այդ ձուկը, որ ամբողջապես հետ ուղարկվեց մի քանի օր առաջ Լարսի սահմանից, ես այդ մարդկանց մասին եմ մտածում, թե չէ մեր շուկան կբերեն եւ ասենք օրինակ ծիրանը կդառնա 3 դրամ, որովհետեւ 98%-ը ծիրանի արտադրվող Հայաստանում արտահանվում էր